Ծաղիկ Սաֆարյան, քաղաք Մասիս։ Ամենամյա ջահերով երթի մասնակցելու ձեր նպատակը կարևորությունը։ Ուրեմն ամենամյա ջահերով երթին մասնակցում ենք մենք ընտանիքով, իմ երեխաներով, թոռներով, ու մեր նպատակն է պահանջատեր լինենք մեր երկրին։ Մենք ընդհանրապես պահանջատիրություն ենք ուզում։ Պահանջատեր եք Թուրքիայից, Ադրբեջանից եւ գործող իշխանությունից այդ պահանջելու կարիք կա, հա։ Այո, իհարկե, եւ գործող իշխանությունից ենք պահանջում, որ ինքը պահանջի եւ Թուրքիայից եւ Ադրբեջանից, որպիսի ճանաչեն մեր ցեղասպանությունը, որպիսի արդար մոտենան մեր երկրին։ Ինչ է կարծում, այս ճանապարհով ձեր պահանջը տեղ կհասնի, իշխանությունները ձեր պահանջի հիման վրա կպահանջեն հակառակ։ Այս իշխանությանը ես չեմ վստահում, որովհետեւ եթե իրանք պահանջող լինեին, մենք այս վիճակին հաստատ չէինք հասնի։ Երբևիցե չենք։ Լինելով հայոց ցեղասպանությունը ճանաչելով, մենք ինչ ենք կանխում կամ ինչու ենք այդքան 111 տարի է, հա, դրա մասին խոսում։ Ինչով ինչ ենք մենք դրանով փորձում կանխել։ Մենք դրանով փորձում ենք կանխել, որ այն ինչը որ կորցրել ենք, եթե չենք կարողանում հետ բերենք, գոնե այն մնացյալը չկորցնենք, գոնե պահենք եւ մեր ազգի գոյատևությունը, գոյությունը ազգի պահենք, պահպանենք։ Իսկ առհասարակ ինչ եք կարծում, իշխանությունը ինչու է փորձում հայոց ցեղասպանության փաստը դնել կասկածանքի տակ։ Ինչու է փորձում դնել, լսում են Թուրքիային եւ Ադրբեջանին, ես չգիտեմ իրենք ինչ են պլանավորում, ինչ են պայմանավորում, չեմ կարող ասել։ Փորձում են ասել խաղաղություն, բայց չեմ կարծում, որ Թուրքի հետ հնարավոր է խաղաղ ապրել։ Երբեք չենք վստահում մենք Թուրքին։ Հիմա դուք այդ խաղաղության զգացողությունը չունեք։ Ես չեմ հավատում։ Ես չեմ հավատում։ Փաստ է, որ արտաքին քաղաքականության մեջ մեր իշխանությունը հայոց ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն չի համարում։ Դուք ո՞նց եք վերաբերվում դրան։ Կներեք նորից հարցը։ Այսինքն արտաքին քաղաքականության մեջ մեր իշխանության համար առաջնահերթություն չի միջազգային հանրությանը ներկայացնել ցեղասպանության հարցը։ Ես հենց դա էի ասում, որ չեմ վստահում իրենց, որովհետև իրանք ուզում են ծածկեն այն ինչը մենք կորցրել ենք այդ 111 տարի առաջ, ինչը որ կորցրել ենք։ Իսկ իրանք դա ծածկում են, ուզում են կոծկեն, ուզում են մոռանալ, բայց մենք չենք կարող մոռանալ, որտեղ մեր պապերն են պայքարել, դրա միջով մեր պապերն են ածել։ Իսկ մենք պետք է շարունակենք, մեզանից հետո էլ պետք է շարունակեն, մինչև տեր կանգնենք մեր երկրին։ Ես այդպես եմ կարծում։ Ղաշյանը ասում է, երբ Արևմտյան Հայաստանի մասին խոսք է գնում, ասում է Արևմտյան Հայաստանը դա մարալիքն է, Արմավիրի մարզի մի հատվածն է, այսպես։ Ես իրեն չեմ հավատում եւ չեմ վստահում։ Ծաղիկ Սաֆարյան։